Բարև ձեզ, հարգելի ակնթիռներ, շարունակում ենք մեր միջազգային հարաբերություններ եւ միջազգային իրավունք հաղորդաշարը։ Այսօրվա հաղորդումը մենք նվիրելու ենք երկրորդ համաշխարհային պատերազմին։ Հիմա մայիս ամսի սկիզբն ենք եւ առաջիկա օրերին գուցե շաբաթների ընթացքում շատ բան պիտի լսենք, ինչպես նախկինում տարիներ եւ տասնամյակներ շարունակ լսել ենք։ Բայց ես չեմ կրկնելու այն հայտնի ճշմարտությունները, այլ ընդհակառակը պիտի փորձեմ բացահայտել որոշ խիստ տարածված կեղծիքներ, որոնք զուտ քարոզչության արդյունք են եւ տասնամյակներ շարունակ դրանք ներդրվել են մարդկային գիտակցության մեջ։ Շատ կարեւոր է ընդհանրապես իմանալ իրականությունը պատմության մեջ, իրականությունը ներկայում, իրականությունը ապագայում ճիշտ կանխատեսելու, կանխորոշելու համար։ Հետևաբար այսօրվա իմ հաղորդումը ես վերնագրել եմ երկրորդ համաշխարհային պատերազմը, կեղծիք եւ իրականություն։ Առաջի կեղծիքին, որին ես կուզեմ անդրադառնալ, դա հետևյալն է, որ պնդում են որոշ քարոզիչ քաղաքական գործիչներ եւ պատմաբաններ, որ արևմուտքը երկրորդ ճակատը բացեց միայն այն ժամանակ, երբ պատերազմի ելքն արդեն վճռված էր, այն էլ հաղթանակից սեփական բաժինը փախցնելու համար։ Նույն նկատի ունի 1944 թվականի հունիսի 6-ին Եվրոպայում երկրորդ ճակատի բացումը։ Սա ուզում եմ շեշտել Եվրոպայում երկրորդ ճակատի բացումը, այսինքն ցամաքային ճակատ Եվրոպայում, բայց սա չի նշանակում, որ մինչ այդ դաշնակիցները, այն է հիմնականում Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները չեն պատերազմը եւ դուք կտեսնեք հիմա փաստերով, որ ըստ էության նրանք շատ ավելի շուտ, շատ ավելի ընդգրկուն պատերազմ են մղել նացիստական Գերմանիայի դեմ, քան սովետական միությունը։ Հիմա նայենք, թե այդ երկրորդ համաշխարհային պատերազմը երբ է ընդհանրապես սկսել, որովհետեւ Սովետական միությունը հիմա էլ Ռուսաստանը տարանջատում է նրանից մի հատված, ասելով հայրենական պատերազմ։ Կարծեք թե դրան չեն նախորդել գործողություններ, իսկ ինչու է լռության մատնում դրա մասին, ասենք նախորդող 41-ին նախորդող առնվազն 2 տարվա պատերազմը, որտեղ այդ 2 տարվա պատերազմը խիստ վարկաբեկիչ է Սովետական միության համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ Դա Գերմանիայի հարձակումով է Լեհաստանի վրա։ Եվ դրանից 17 օր հետո, սեպտեմբեր 17-ին, արդեն Սովետական միությունը մտել է պատերազմի մեջ։ Ինքն էլ արևելքից է հարձակվել Գերմանիայի վրա։ Եթե մենք կներեք Լեհաստանի վրա, եթե մենք Գերմանիայի հարձակումը համարում ենք պատերազմի սկիզբ, որ այդպես է իհարկե, ինչու սսեմ հարձակումը նույն Լեհաստանի վրա չպիտի համարենք այդ պատերազմի մաս։ Այո, լռության են մատնում, որովհետև դա խայտարակ ըստ էության պայմանավորվածություն էր հիտլերյան նացիստական Գերմանիայի հետ։ Բնականաբար հաջորդ տարիներին եւս այլ երկրներ, մասնավորապես Գերմանիայի դաշնակից Իտալիան եւ Ճապոնիան ներգրավել են պատերազմի մեջ, իսկ այսպես կոչված դաշնակիցները Լեհաստանի դաշնակից հանդիսացող Մեծ Բրիտանիան կամ ավելի ճիշտ բրիտանական կայսրությունը եւ Ֆրանսիան սեպտեմբերի 3-ին պատերազմ են հայտարարել Գերմանիային ի պաշտպանություն Լեհաստանի։ Հիմա գործնական առումով ինչքան են իրեն կարողացել պաշտպանել այդ սկզբնական փուլը, դա ուրիշ հարց է, բայց փաստացին այն է, որ պատերազմի մեջ ներգրավված են եղել ուրեմն սեպտեմբերի 1-ից Լեհաստանն ու Գերմանիան, սեպտեմբերի 3-ից 39 թվականի իհարկե մասն է խոսքը, Բրիտանիան եւ Ֆրանսիան, սեպտեմբերի 17-ից Սովետական միությունը եւ 41 թվականի դեկտեմբերից Միացյալ Նահանգները եւ տեղի ունեցավ Ճապոնիայի հարձակումը Պերլ Հարբորի վրա, այդ նավահանգստի վրա։ Հիմա մի փոքր անպայման այս պատերազմի նախընթացը պիտի պատմել, որովհետև այս գործողություններով է պայմանավորված պատերազմը։ Այսինքն մենք առանձին հաղորդում ունեցել ենք Ռիբենտրոպ-Մոլոտով պակտին, կարող եք վերադառնալ նախկին հաղորդումները եւ դիտել մանրամասն, պարզապես երկրորդ համաշխարհայինի առիթով ասեմ, որ երբ 1930 թվականի օգոստոս 23-ին կնքվեց Ռիբենտրոպ-Մոլոտով կամ ավելի ճիշտ Հիտլեր-Ստալին պակտը, որով պայմանավորվածության եկան Արևելյան Եվրոպան բաժանելու, այսինքն երկուսն էլ նույն հանցագործներն էին, դա ճանապարհ բացեց հիտլերիզմի համար պատերազմ սկսելու։ Այստեղ դուք տեսնում եք մինչև օգոստոս 23-ը
եվրոպական քարտեզը, ինչպես էր, սեպտեմբեր 1-ին եւ սեպտեմբեր 17-ին արդեն Լեհաստանը գրավվեց եւ կիսվեց եւ մենք արդեն ունենք այս պատկերը ըստ էության սեպտեմբերի վերջին։ Ես լավ հիշում եմ, երբ որ դպրոցական էի, անդադ զարմանում էի, որտեվ քարտեզներ սիրում էի նայում էի, որ ասում էին, որ Գերմանիան ուխտադրուժ կերպով հարձակվեց Սովետական Միության վրա, որտեվ իմ նայած որևէ քարտեզի վրա Գերմանիան սահմանակից չէր Սովետական Միությանը։ Դե ժամանակ փոքր էի, նախադպրոցական եւ դպրոցական առաջ տարիները, չէի հասկանում, որ Ռիբենտրոպ-Մոլոտովը ա եղել, դրա մասին չէին գրում, չէին խոսում, որ այս երկիրը Արևելյան Եվրոպան ըստ էության Բալթյան երկրներից մինչև Բեսարաբիա գրավվել էր, եւ ըստ էության անեքսիայի էր ենթարկվել այդ երկու ուժերի կողմից։ Միայն Ֆինլանդիան էր, որ կարողացավ ինքն իրեն պաշտպանել ՍՍՄ հարձակումից, ծանր գնով, իհարկե նաև տարածքային կորուստներով, դուք տեսնում եք քարտեզի մեջ այն տարածքները, որ անցավ Կոլայի թերակղզուց Սովետական Միությանը, բայց ըստ էության Ֆինլանդիան պահեց ինքնիշխանությունը, որն էլ հետո հանգեցրեց նրան, որ ֆիները պատերազմի ընթացքում չեզոքությունից անցան գերմանացիների կողմը, որտեղ գերմանացիները չէին սպառնում նրանց կուլ տալու, իսկ ռուսները Սովետական Միությունը կուլ էր տալի։ Դե գիտեք, այս արդեն հիմա բավականին հայտնի սեպտեմբեր 22-ին 30 թվականի Բրեստում նացիստների եւ Կարմիր բանակի շքերթը, որովհետև 39-ից 41 թվականները ամենաջերմ հարաբերություններ ունեին Հիտլերյան Գերմանիայի հետ սովետական իշխանությունները, սա տեսնում եք մայիսի 1-ի շքերթին գերմանական վերմախտի ներկայացուցիչներն են, որ եկել էին նայելու 41 թվականի մայիսի 1-ը եւ որոշ տվյալներ 39-ից 41 թվականի ՍՍՄ մատակարարումների մասին Գերմանիային։ Այստեղ պետք է հստակ հասկանանք, որ ոչ միայն ՍՍՀՄ-ի տարբերություն Ֆրանսիայի եւ Բրիտանիայի ոչ միայն չէր կռվում նացիստական Գերմանիայի դեմ 1930-ից 41 թվականները, այլ նաև աջակցում էր ուղղակիորեն մատակարարելով, տեսնում եք այստեղ որոշ թվերը, նավթամթերք 900,000 տոննա, սննդամթերք 1 կիլո 600,000 տոննա, ֆոսֆատներ 214,000 տոննա, մարգանեծ 140,000 տոննա, խարամ, ասենք քրոմի հում 20,000 տոննա, բամբակ 100,000 տոննա եւ այլն եւ այլն։ Չլներ ՍՍՄ այս մատակարարումը Գերմանիային, նացիստական Գերմանիային, հիտլերյան Գերմանիային հաստատ Գերմանիան չէր կարող իր այդ հաջողություններն ունենալ։ Բնականաբար դրա համար է, որ այսօրվա Ռուսաստանը ասելով երկրորդ համաշխարհային պատերազմ ըմբռնում, հասկանում է եւ ցուցադրում է 1941 թվականի հունիսից։ Թեև կրկնում եմ ինքը պատերազմի մեջ է եղել 1930 թվականի սեպտեմբերի 17-ից, երբ հարձակվեց եւ գրավվեց Բալթյան երկրները, Լեհաստանը, Բեսարաբիան եւ այլն։ Հետևաբար կեղծիք այն պնդումը, ուրեմն կեղծիք առաջինը, կեղծիք այն պնդումը, որ երկրորդ ճակատը բացվեց այն ժամանակ, երբ որ արդեն պատերազմի ելքը որոշված էր։ Ոչ, երկրորդ ճակատը հենց սովետա-գերմանական ճակատն էր, առաջի ճակատը հենց բրիտանա-ֆրանսիական ճակատն էր, որը կռվում էր նացիստական Գերմանիայի դեմ, իսկ Սովետական Միությունը աջակցում են։ Այս տվյալները ինչի մասին ես որ խոսեցի, պաշտոնական տվյալներն են եւ ՍՍՄ եւ գերմանական արխիվներից, բացի այն հսկայական նյութական օժանդակությունը, որը տրվում էր ՍՍՄ կողմից նացիստական Գերմանիային, պետք է հիշել նաեւ այն նավահանգիստների եւ միջանցքների տրամադրումը, որը տվեց ՍՍՀ նացիստական Գերմանիային, որ ՍՍՄ տարածքով կարողանային հեռավոր արևելքի հետ առևտուր անել, հումք գնել եւ այլն։ Կեղծիք երկրորդ, արևմուտքն է վերածնել Գերմանիայի ռազմական հզորությունը, որն էլ հանգեցրել է պատերազմի։ Սա էլ շատ տարածված է, որ իբր արևմուտքն էր, որ Հիտլերին բերեց իշխանության գլուխ, արևմուտքն էր, որ սնեց, սնուցեց, զարգացրեց գերմանական միլիտարիզմը։ Թվերը այլ բանի մասին են խոսում, ընդհակառակը։ Հիմա տեսնենք ինչա տեղի ունեցել։
Հիշեցնեմ ձեզ, որ երբ որ ցարական Ռուսաստանը կամ ժամանակարգ կառավարությունը տապալվեց, բոլշևիկները հեղաշրջման ճանապարհով եկան իշխանության, իրենք հայտնվեցին մեկուսացման մեջ, որտեղ մեկուսացման մեջ էին, որովհետև ուրացան այն բոլոր պարտքերն ու պարտավորությունները, որ ունեին դաշնակիցների նկատմամբ, բնականաբար, այսինքն դա ինքնամեկուսացում էր, պարտված Գերմանիան եւս մեկուսացման մեջ էր, ինչպես պարտված Օսմանյան կայսրությունը, դրա համար էլ Ռուսաստանը, սովետական Ռուսաստանը սկսեց պայմանագրել ստորագրել նրանց հետ։ 21 թվականին գիտեք Մոսկվայի Կարսի պայմանագիրը Քեմալական Թուրքիայի հետ եւ 22 թվականին Վայմարի Հանրապետության, այսինքն Գերմանիայի հետ ստորագրվեց Ռապալոյի պայմանագիրը, որով հսկայական օգնություն պիտի ցուցաբերել այն առումով, որ պիտի հնարավորություն տար զարգացնելու շրջանցելով Վերսալի պայմանագրի արգելքները գերմանական բանակը։ Գիտենք, որ Վերսալի պայմանագրով 1919 թվականին ստորագրվել էր հուլիսին, հետո 20 թվականի օգոստոսին ուժի մեջ, կներեք, հունվարի 10-ին ուժի մեջ մտավ եւ Գերմանիան խիստ սահմանափակ ռազմական հնարավորություններ պիտի ունենար։ Եվ անգամ Բունդեսվեր չէ, Ռայխսվեր պիտի լիներ, այսինքն այն ինչ որ տարածքային պաշտպանության խնդիր պիտի միայն լուծել։ Եվ ահա այդ Ռապալոյի պայմանագրի գաղտնի մասով սովետական միությունը Լիպեցքում տրամադրեց գաղտնի ռազմաօդային ուժերի ռազմաբազա, որտեղ գերմանացի օդաչուները թռիչքներ էին իրականացնում Կամենկայում, Սարատովի մոտ, հրետանավորներն ու տանկիստներն էին վարժվում, Տոմսկի մոտ քիմիական զենք եւ այլն եւ այլն։ Այսինքն 22-ից 33 թվականը ՍՍՀ-ն օգնել Գերմանիային շրջանցելու պատժամիջոցները։ Ինչու մինչև 33, որովհետև 33-ին, երբ որ Հիտլերը եկավ իշխանության գլուխ, արդեն շրջանցելու կարիք չուներ, ինքը բացահայտ գնաց։ Բայց ինքը կարողացավ ինչու այդ արագությամբ, օրինակ արդեն 37, 38, 39 թվականին հսկայական ռազմական հզորություն կուտակեր, որովհետև զրոյից չէր սկսում։ Այսինքն ՍՍՀ տարածքում իրենք ըստ էության ձևավորել էին բանակ, գիտեք, հայտնի եւ Գյորինգի սովետական Ռուսաստանի տարածքում թռիչքների իրականացումը եւ Գուդերյանի որպես տանկային զորահրամանատար կանալ այդ ամբողջ եղել է սովետական Ռուսաստանում։ Մյուս կողմից ռազմական արդյունաբերությունը եւս ՍՍՀ կողմից էր աջակցում, մասնավորապես Կրուպը, Ռեյնմետալ, Յունկերս եւ այս մեծ կոնցեռները սովետական Ռուսաստանում ունեին իրենց մասնաճյուղերը, ունեին ներկայացություններ եւ նաեւ փորձարկումներ էին իրականացնում, այսինքն ռազմաարդյունաբերությունը եւս ՍՍՀ աջակցությամբ զարգացավ։ Մյուսը նաեւ որ հստակ, ասենք քաղաքական նպատակ ունեն երկուսն էլ, ի վերջո պիտի հասկանալ, որ ասում ենք նացիզմ, սովետում ավելի տարածված է ֆաշիզմ, դա ի՞նչն է, դա նացիոնալ սոցիալիզմն է, քանի որ սոցիալիզմը չեն ուզում, չէին էլ ուզում, որ կապվեր նացիզմի հետ, որովհետև ըստ էության չմոռանանք, որ այդ նացիստական կուսակցությունը դա բանվորական կուսակցություն էր անվանվում եւ այլն, աշխատավորական, բանվորական, դրա համար այնպիսի մի անուն էին, իտալական անուն էին կպցրել գերմանական այդ կուսակցությանը, ֆաշիստներ, որ բոլորովին կապ չունի։ Ֆաշիզմը դա զուտ իտալական երևույթ է, Գերմանիայի առումով ըստ էության նացիզմն է կամ նացիոնալ սոցիալիզմը։ Ահա եւս երկուսը համագործակցում էին իրար հետ, այսինքն դաշնակցային հարաբերություններ ունեին եւ ուղղված էր այս դաշինքը Գերմանիայի եւ Ռուսաստանի դաշինքը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեմ։ Այսպիսով, ուրեմն ակնհայտ է, որ 22-ից 33 թվականներին ի տարբերություն արևմուտքի, որը հիմա ես դրան էլ կանդրադառնամ, զուտ ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս, վարկեր էր տրամադրում Գերմանիային, որը սահմանափակված չէր որևէ միջազգային պայմանագրով, սովետական Ռուսաստանը շրջանցելով ոտնահարելով Վերսալի պայմանագիր եւ միջազգային պայմանավորվածությունները օժանդակում էր Գերմանիային շրջանցելու պատժամիջոցները։ Միացյալ Նահանգները մասնավորապես ԱՄՆ երկու մեծ ծրագիր այդ ժամանակ իրականացրեց Գերմանիայում, 24 թվականին դա
Դոուսի պլաններ, որը ֆինանսական աջակցություններ, հիշենք, որ Գերմանիայում հիպեր ինֆլյացիա կար, այդ արժեքազրկումը այնքան շատ էր, որ ասում էին, ասենք 2 կիլո պիտի փող տայր, որ 1 կիլո, ասենք, միս առներ։ Նման, ասենք, ինֆլյացիա էր եւ ըստ էության այս ֆինանսական աջակցությունը կայունացրեց գերմանական տնտեսությունը, որն էլ բերեց նրան, որ Գերմանիան կարողացավ վճարել իր, ասենք, այն հիշում եք ռազմատուգանքները, որի մասին խոսել ենք։ Գերմանիայում այդ ժամանակ ընդհանրապես հենց այդ ծանր քաղաքական եւ տնտեսական վիճակը վերում էր նրան, որ նացիստները, այդ նրանք ովքեր որ գտնում էին, որ Վերսալի պայմանագիրը սխալ է, գլուխ էին բարձրացնում։ Այստեղ որոշ ընտրությունների տվյալներն են եւ այստեղ եւս ասենք ստալինյան սխալի հետևանքը կա։ Եթե դուք նայում եք թվերին, օրինակի համար 20 թվականի ընտրություններ, ընդհանրապես նացիստները չկային, որպես այդպիսին կոմունիստները 21%, 21.7% սոցիալ-դեմոկրատներն էին։ Հետո 24-ի ընտրությունները միշտ այսպես ընտրություններով գալիս են եւ երբ որ տեսնում եք միշտ ըստ էության կոմունիստները եւ սոցիալ-դեմոկրատները միասին ավելի շատ ձայն ու քվե ունեին, քան նացիստները, բայց քանի որ եւ վերջի տվյալները նայեք 32-ին, այսինքն նացիստների իշխանության գալուց առաջ, ուրեմն 33.1 ունեին նացիստները, 16.9 կոմունիստները, 24 սոցիալիստները, այսինքն սոցիալ-դեմոկրատները, այսինքն սոցիալ-դեմոկրատների եւ կոմունիստների հավաքական ուժը շատ ավելի էր, բայց քանի որ Ստալինը իր հերթական ճակերտավոր հանճարեղ մտքերն էր բոլորին պարտադրում, հիշեք այդ ժամանակ կար ստեղծված մի այնպիսի լրտեսական կազմակերպություն, անգամ լրտեսական էլ չէ, այսպես գործակալական ցանց, այսպես կոչված կոմինտերնը, որի միջոցով կոմունիզմ էին սրսկում բոլոր տեղերը, նա սոցիալ-դեմոկրատներին այդ ժամանակ կոչում էին սոցիալ-ֆաշիստներ, եւ Ստալինը թույլ չտվեց, որ գերմանացի կոմունիստները համագործակցեն գերմանացի սոցիալ-դեմոկրատների հետ, նացիստներին հաջողվեց 33 թվականի ձմռանը գալ իշխանության հունվարին, որից հետո արդեն բնականաբար իրենք, այսինքն ընտրության ճանապարհով գալով իշխանության բերեցին երկիրը բռնապետության։ Հետևաբար, երբ որ շատերը այսօր ասում են, բա ժողովուրդն է մեզ քվե տվել եւ այլն, հիշեք, որ ժողովուրդը նաեւ Ադոլֆ Հիտլերին է քվել տվել եւ ամեն քվեն չի, որ ճիշտ ընտրություն է կատարում։ Հա։ Եվ այդ ես երկու, եթե հիշում եք, երկու ծրագրի մասին էի խոսում, մեկը Դաուսի պլանն էր, մյուսը Յանգի պլանը, որ իրականացրել էին, ֆինանսական աջակցություններ, եւ սա դադարեց 1933 թվականին, երբ որ Գերմանիայում իշխանության եկան նացիստները։ Այսինքն, կեղծիք երկրորդ եւս իշխանության բերել են նացիստներին ստալինյան սխալ քաղաքականությունը եւ այն ռազմական հզորությունը, որը կերծվել է ՍՍՄ աջակցությամբ։ Արևմուտքի աջակցությունը եղել է ֆինանսական, որը կայունացրել է տնտեսությունը, որը ընդհակառակը հնարավորություն է տվել, որ ծայրահեղ աճերը չգային արագ իշխանության։ Այնպես որ այս կեղծիքը եւս։ Հիմա կեղծիք երրորդ։ ՍՍՄ կախտեր առանց արևմուտքի աջակցության։ Սա մասին շատ է խոսում, մասնավորապես Պեսկովը էլի վերջերս ասեց, Պուտինն էր ասել եւ այլն եւ այլն։ Իհարկե սա կատարյալ սուտ է, որովհետեւ հիմա մենք կնայենք շատ հպանցիկ մանրամասները, հիմա լավ ուսումնասիրված է, կարելի է հետագայում նայել, եկեք թվեր նայենք։ Սրանք պաշտոնական թվերն են, էլ ոչ ամբողջականը, որ բանը։ Օրինակի համար մի սյունյակում գրված է լենդ-լիզով ստացված, մեկ այլ սյունյակում ՍՍՄ արտադրության եւ ամնիբաժինը տվյալ, այսինքն զինատեսակի մեջ քանի տոկոս է կազմել։ Օրինակ, լենդ-լիզով ստացվել է 12000 տանկ, ՍՍՄ արտադրությունը 105000, սրանք մենք առանձին կանդրադառնանք, տոկոսային հարաբերությամբ 11%-ն է եղել, այսինքն այդ լենդ-լիզով ստացած ռազմական ինքնաթիռներ 18137 եւ այլն, շատ ավելի մեծ է իհարկե կան բեռնատար մեքենաները եւ շարժիչները, բայց այդտեղ ես ուզում եմ մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք, 105000
ՍՍՄ արտադրություն եւ 12000, ասենք Land-Lease-ով հիմնական ամերիկյան տանկ։ Սա սովետական հայտնի T-34-րդ տանկն, այդ 105,000-ի մեջ է մտնում, որը մենք համում ենք որպես ՍՍՄ արտադրություն, բայց ոչինչ, որ այս տանկի մոտորը, թրթուրները, չգիտեմ, բանը, զրահը, ռեզինային մասերը, բանի մեջ, արկի մեջ օգտագործող վառոդը, այդ ամբողջը բոլորը Ամերիկայից էր գալիս, ամերիկյան տեխնոլոգիաներով, ամերիկյան ալումինիումներ, ամերիկյան պողպատներ, մարգնեցի եւ այլն։ Հայտնի, այստեղ դուք տեսնում եք հայտնի Կատյուշան, BM-13-ը։ Սա ամերիկյան Studebaker-ի մեքենայի վրա է դրված։ Եթե այս 100,000-ավոր մեքենաները չլնեին, հիմա մենք հատկապես տրանսպորտի հարցով կտեսնեինք, այդ բանակը ոնց էր կռվելու։ Նայեք, Land-Lease-ով, հիմա սկանդալական նաև ինչ բան է Land-Lease-ը, որ մարդիկ ավելի լավ հասկանան։ Լոկոմոտիվներ 1900 հատ, ՍՍՄ արտադրությունը 1000 հատ, այսինքն ըստ էության 66%-ը պատերազմի ժամանակ օգտագործված լոկոմոտիվների եղել են ամերիկյան։ Միայն ամերիկյան չէ, բայց հիմնականում ամերիկյան։ Պատկերացնում եք, չէ՞, ասենք լոկոմոտիվն ինչն է, որ ինքը այդ գնացքը քաշում տանում։ Ռուսաստանի նման երկրում լոկոմոտիվների բացակայությունը պատկերացնում եք, չէ՞ ինչա։ Ոչ բանակ կտեղափոխեք, ոչ հումք, ոչ զենք, ոչ մարդկանց։ Վագոններ 11000։ Ըստ էության ՍՍՄ համարյա վագոն չէր արտադրում այդ ժամանակ։ Չուներ այդ հնարավորությունը պարզապես։ 11000 վագոն ամերիկյանը, նավեր 300 հատ, էլի ՍՍՄ այդ ժամանակ չուներ։ Հիմա ալումինիում 300,000 տոննա, ՍՍՄ արտադրությունը 500,000 տոննա։ Այդ 300,000 հասցրել են ՍՍՄ, ոչ թե արտադրել են, այստեղ ճանապարհը ծախսնել կա, պատկերացնում եք, չէ՞ ինչ աշխում 300,000 տոննա ալումինիում բերել կամ 400,000 տոննա ալումինիում բերել կամ նիկել, ցինկ եւ այլն, այս ամբողջը։ Դուք տեսնում եք 38, 50 կամ շատ ավելի բարձր տոկոսներ են կազմում Land-Lease-ը։ Կամ ասենք սնունդի ասպարեզը գանք, սառեցված միս 500,000 տոննա։ ՍՍՄ համարյա ժամանակ ոչինչ չէր արտադրում։ Բանը միլիոնավոր տոննա շաքար, ալյուր, պահածոներ եւ այլն։ Էլ չեմ խոսում դեղորայքի եւ այլ բանի մասին։ Այդ տարիներին պիտի ասել, որ նման իրականությունը թաքցնել չէր լինի, դրա համար սովետական պաստառները դրա մասին գրում էին, փակցնում էին, իրավացիորեն գովերքում էին, տեսեք, այստեղ դրոշները ՍՍՄ, բրիտանական եւ ամերիկյան դրոշներն են, բանը Իձինի ֆրոնտ եւ այլն նման անվանումներ, ես էլի նորից նույն դրոշներով, սա էլ մենք տեսնում ենք, այո, դա 3 մեծ տերությունների եւ պատահական չի, որ այդ չէ որ տարբեր բաներ եղել, ասենք Թեհրան, Յալտա, Պոտսդամ, ինչու են այդ երեքով հավաքվում, այսինքն Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ եւ այլն, որովհետեւ իրենք էին, այսինքն երեքը միասին կարող էին հարց լուծել։ Եվ մենք կտեսնենք, որ ոչ միայն ՍՍՄ ժողովուրդը, այլ Ստալինը ինքը չէր կարող ուրանալ եւ անդրադարձել էր։ Հիմա ես անդադ Land-Lease բառը օգտագործեցի, բացատրեմ դա ինչ է։ Երբ որ արդեն ասացի սեպտեմբեր 1-ին 39 թվականի Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա եւ պայմանագրի համաձայն 2 օր հետո սեպտեմբեր 3-ին Բրիտանիան եւ Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, իրենք բնականաբար չունեին այդ հսկայական կարողությունները, որ պետք էր պատերազմը մղելու, եւ դրա համար հատկապես բրիտանացիները դիմեցին Միացյալ Նահանգներին խնդրելով աջակցություն։ Եվ Միացյալ Նահանգները այդ ժամանակ, այսինքն մինչև անգամ ՍՍՄ երկրորդ ճակատ բացվել, այսինքն գերմանա-սովետական բարեկամություն, երբ որ վերափոխվեց գերմանա-սովետական թշնամություն, մինչև այդ ժամանակ 41 թվականի մարտի 11-ին ընդունեցին այս օրենքը, որով մեծ աջակցություն պիտի ցուցաբեր նախ Բրիտանիային, իսկ հետո այդ օրենքը տարածվեց նաև ՍՍՀ-ի վրա արդեն 41 թվականի աշնանը եւ պատճառներից մեկը, որ ՍՍՀ-ը կարողացավ դիմադրել, հիշում եք, չէ՞, արդեն հոկտեմբեր-նոյեմբերին հասել էին Մոսկվա, բայց կարողացավ դիմադրել, նույն այդ դեկտեմբերին միշտ խոսվում է առաջին կատյուշաների BM-13-ի օգտագործումը,
չլինեին ամերիկյան մեքենաների այդ BM13-ը կմնային այսպես վերացական գաղափարներ զենք չէին դառնա։ Կարճ ասած Լենդ-լիզը այն հնարավորություններ, այն հսկայական աջակցություններ, որը ցուցաբերվում էր եւ Բրիտանիային, սկսեց Բրիտանիայով ամնի կողմից եւ Սովետական Միությանը։ Այստեղ ես որոշ թվեր եմ բերել, կարող եք նայել, էլի ռուսական աղբյուրներն, որ պարզ լինի, անգամ որ ռուսերը դա ընդունում են։ Օրինակի համար առաջի տողը նայեք, այսինքն տոկոսներով ասեմ, թվերը էական չեն, 53% պայթուցիկի եղել է ամերիկյան։ Այսինքն ցանկացած փամփուշտ, արկ, ռումբ, որ պայթել է, այն որ կինոների մեջ տեսնում ենք, չէ՞, sense գմբ։ Երկուսից մեկը ամերիկյան վառոդով է եղել, ամերիկյան դինամիտով ու պայթուցիկով է եղել։ Այսինքն եթե չլներ ամերիկյան այս օգնությունը, ուրեմն այդ գմբերի թիվը երկու անգամ քիչ կլներ։ Դուք պատկերացնում եք, չէ՞, դա ինչ հետևանք կլներ։ Ասենք ռազմաճակատի գծում 10% կրճատվում է հարվածային ուժը, ասենք ռազմամթերքի պակասության պատճառով բարդվում են 53%, այս միայն պայթուցիկի մասին է խոսքը գնում, 76% պղինձ, 106% ալյումինիում, այսինքն ինչքան սսմն է արել, դրանց ավել Միացյալ Նահանգներն են տվել, իսկ ինչ բան է ալյումինիումը, պատկերացնում եք, ինչ են շղում 106%, ինքնաթիռներն ինչից են սարքված, շատ շարժիչներ ինչից են շարժված եւ այլն, օրինակ կոբալտ, արջիչ, ավիաբենզին 55%-ը։ Այսինքն ամեն երկրորդ թռիչքը, որ որևէ օդանավ թռիչք է կատարել, դա ամերիկյան բենզինի, ավիաբենզինի վրա է եղել։ Եվ մյուս տվյալներն եթե նայեք, այսինքն հիշեցնեմ, որ պատերազմից հետո ՍՍՄ սով եղավ 46-47 թվականին։ Բա ոնց է պատերազմի ժամանակ ժողովուրդը սովի չէր մատնում, բայց պատերազմից հետո սովի մատնվեց, որովհետև պատերազմից հետո ամերիկան դադարեցրեց օգնությունը, իսկ այստեղ որ նայեք նախավերջի տողը 480%, այսինքն գրեթե 5 անգամ ավելի շատ պահածոացված միս էր տալիս ամերիկան ՍՍՀ բանակին ու ժողովրդին, քան ՍՍՄ-ն էր արտադրում, դա մալ սովը չկար։ Հիմա պատկերացրեք, որ 5 անգամ քիչ էր այդ սնունդը, եւ դա այնքան հստակ ընդունված էր, որ անգամ նամականիշներ էին թողարկում։ Սա տեսնում եք Почта СССР եւ Ստալինի խոսքերն է, որ Ստալինն է ասել, «Да здравствует победа англо-советско-американского военного союза»։ Ուրեմն ոչ միայն այս երյակի մասին է խոսում, այլ առաջինը ինչ նշում է անգլո-սովետսկո-ամերիկան, ինչու՞, որտեղ առաջինը Անգլիան էր կռվում։ Անգլիան է կռվել եւ չի հանձնվել Չերչիլի գլխավորությամբ 39 թվականի սեպտեմբերի 3-ից։ Հետո 30 թվականի սեպտեմբերի 17-ից Սովետն է կռվել Ադոլֆ Հիտլերի կողմից 2 տարի, գրավելով Լեհաստանը, գրավելով Բալթյան երկրներ եւ այլն։ Հետո 41-ին, երբ որ Հիտլերը հարձակվեց, Գերմանիա հարձակվեց Սովետական Միության վրա, իհարկե Ստալինը խորապես զարմացած էր, չէր հավատում, բայց ինչի՞ չէր հավատում, որտեվ ըստ իր պատկերացմամբ իրենք պայմանավորվել էին գերմանացիների հետ միասին կիսում էին, էլի աշխարհն ու Եվրոպան ինչ կարիք կար, բայց դե իրար չէին վստահում, որտեվ երկուսն էլ հանցագործային ու երկուսն էլ միտք ունեին աշխարհը գրավելու։ Այստեղ 50 թվականի մայիսի 9-ի Pravda թերթի առաջնորդող հոդվածն է, որտեղ Ստալինը ինքն է ասում, եթե ամերիկացիները մեզ չօգնեին, մենք կպարտվեինք։ Շատ պարզ։ Мы бы проиграли войну։ Սա ի պատասխան Պուտինին, Պեսկովին եւ այլոց։ Բանը։ Եվ այստեղ ավելի մանրամասն է, անդրադառնանք մեկ ուրիշ փաստաթուղթի, էլի պաշտոնական ելույթը Ստալինին 43 թվականի Թեհրանի կոնֆերանսում, мы бы проиграли эту войну։ Այստեղ թվարկում է, թե ինչքան են տալիս, օրինակ համար ինքը պարզ նշում է, որ ամերիկացիները ամսական 8-ից 10,000 ինքնաթիռ էին արտադրում, հետաքրքիրն ենք գրում է Ռոսիա, չի ասում է Советский Союз, Россия, ուրեմն может производить самое больше 3000 самолетов, 3000 ամենաշատը Ռուսաստանը եւ 3-ից 2500 Բրիտանիան։ Եվ էլի նշում է, որ բնականաբար առանց ամերիկյան օգնության կպարտվեն։ Մատել ցույց տամ տեսեք, мы бы проиграли эту войну։
Ես Ստալինն ասում, ես չեմ ասում։ Եվ ասում են նաև այս Pravda թերթում, որ այդ ժամանակ Աստվածաշնչից ավելի կարևոր ու ազդեցիկ էր։ Այն ժամանակ չէին կարող թաքցնել իրականությունը, այս հիմա է որ կարող են։ Այդ սերունդը չկա, մոռացել գնացել է եւ ուղեղները լվացել են տարբեր քարոզչական բաներով դրա համար։ Հիմա տեսնենք ինչ եղավ այս Land-Lease-ի, որտեվ սրա մի ենթակեղծիքը կա, որ ասում են դե որ օգնել է, անվճար չի օգնել, Սովետը դրա համար վճարել է, հա? Մենք տեսնենք ինչ է վճարել, թե չի վճարել։ Ուրեմն ես ասացի 41 թվականի մարտի 11-ի օրենքով է օգնում, այնտեղ հստակ է, որ այն ինչ որ կօգտագործվի, այն ինչ որ կմնա պատերազմից հետո չօգտագործված, չվնասված, նոր դրա դիմաց կկատարվի վճարում։ Եվ ընդհանուր պատերազմի ընթացքում տեսնենք Միացյալ Նահանգների օգնությունը Land-Lease-ի միջոցով, ուրեմն Միացյալ Թագավորությունը, այսինքն Բրիտանիային 31.4 միլիարդ, դա ժամանակի գներով է, 11.3 միլիարդ դոլար սսամին, այս 11.3-ը ես նայեցի միտեղ, դա մոտարապես 400 միլիարդ դոլարի օգնություն է տվել եւ այլն։ Սա այդ պատերազմի ընթացքում, այսինքն 41-ից մինչև 45-ի սեպտեմբերը, անգամ Ճապոնիայի դեմ պատերազմը ներառյալ։ Բնականաբար Land-Lease-ով նաեւ Ֆրանսիային, Չինաստանին եւ այլ երկրների օգնություն։ Հիմա այս 11 միլիարդ 300 միլիոնը, որ եղել է, այս ամբողջը։ Դրանց մի մեծ մասը, զգալի մասը այդ օգնության սպառվել է կամ ոչնչացվել է, օգտագործվել է, վնասվել է եւ ահագին բան, բայց մնացել է Սովետին պատերազմից հետո։ Հետ չէին տար, ասենք մեքենաներ, զենք, զրահամեքենա, ուտելիք, որը կազմում էր 26 միլիարդ, այսինքն 11.3-ից 26 միլիարդի հաշիվ է ներկայացել Ամերիկան պատերազմից հետո որ ՍՍՄ վճարի։ ՍՍՄ չի վճարել բնականաբար, ասել է սպասիբը ու վերջ, թեև պայմանագիր կար, այդ Land-Lease-ը որ տվել է պայմանագիր է եղել Սովետի հետ, որ Սովետը ինչ որ մնա, ինչ որ կստանա, ասում եմ շեշտել, սա արդեն պատերազմից հետո էր, այսինքն պատերազմի համար ինչ որ տվել է այդ 8 միլիարդ եւ ավել, ծրիա տվել։ Ինքը ասում էր, այն ինչ որ մնացել է, արդեն պատերազմ չկա, դուք վերցրեք, օգտագործեք, բայց դրա փողը տվեք ինձ։ Ուրեմն 2.6 միլիարդի հարցեր ԴՍՍՄ մերժեց, վերջը մի կերպ բանակցեցին եւ 72 թվականին ՍՍՄ ընդունեց, որ 722 միլիոն դոլար ինքը կվճարի հետ պատերազմյան, սա ուզում եմ շեշտել, հետ պատերազմյան օգնության համար ինչ որ իրանց կմնա 11.3 միլիարդից 722 միլիոնը եւ սկսեց վճարել 72-ից եւ վճարեց մինչեւ 80-ական թվականները։ Եվ գիտեք ինչքան վճարեց 48 միլիոն ընդամենը դոլար։ Ուրեմն որ նրանք ասում են, որ Land-Lease-ը վճարել է, ուրեմն ասեմ պարզ թվաբանություն։ Land-Lease-ի ընդհանուր գումարը 11.3 միլիարդ է, ՍՍՄ վճարել է 48 միլիոն դոլար, որը անում է 0.42%, այսինքն կես տոկոսից պակաս, կես տոկոսից պակաս, արդյոք կես տոկոսից պակաս վճարելը կարելի է համարել վճարել, իհարկե ոչ, եթե մինչև իսկ հաշվենք այն վճարումը, որը Սովետը պիտի իր իսկ պարտավորությամբ, իր իսկ օրենքով վճարել, այսինքն պատերազմից հետո իրեն մնացած զենք, զինամթերք, ուտելիք, հանդերձանք դրանց դիմաց, որը 722 միլիոնը ինքը ճանաչել ընդունել է Սովետը, թեև ամերիկացիները 2.6 միլիարդ էին հաշվում, բայց ինքը ասել 722-ն են, սրա հետ էլ է Ամերիկան համաձայնվել, բայց անգամ այդ պարագային 48 միլիարդն անում է 6.65%, 7%-ից քիչ։ Հետևաբար որևէ պարագային այդ վճարումները 7%-ից ավել չեն անցնում։ Ընդհանուր մեջ կես տոկոսից քիչ են, հետ պատերազմի մեջ 7%-ից քիչ են։ Սա Land-Lease-ի օգնությունը։ Թվերը մեծ են, Մարկ Սալոնինի դասախոսությունները կարելի է լսել, շատ մանրամասն կա, շատ մանրամասն այսինքն այդ օգնությունը, սկսած զինվորական համազգեստիվների կոճակներից, որոնք թողարկվում էին ամերիկյան սարքավորումներով եւ ամերիկյան տեխնոլոգիայով, վերջ ասած բարձրագույն տեխնոլոգիաները որ կար։ Գիտեք, ես չեմ ընդունում սովետա-ռուսական այն տեսակետը, որ ասում են
Մենք ամենից շատ զոհն ենք տվել, հետևաբար ամենամեծ ներդրումն ունենք հաղթանակի մեջ։ Իմ երկու պապերն էլ են զոհվել, եւ իմ հայրական պապը եւ իմ մորական պապը, բայց սեփական զոհերի թվով չի հաշվում քո հաջողությունը, այլ ընդհակառակը թշնամուն պատճառած զոհերի թվով։ Հետևաբար հպարտանալ, որ չգիտեմ 20-27, ոմանք ավելի մեծ թվեր են ասում, միլիոնավոր զոհեր եք տվել, չտայք։ Ով է մեղավոր, որ դուք այդ զինվորներից սարքել եք պարզապես զոհեր։ Հաճախ հրամանատարության, հաճախ ինչ որ գաղափարախոսական բաների համար։ Մենք պիտի նայենք պատմության իրականությունից, պատմության իրականությունը շատ հստակ է, որը եղել է։ Հաղթել է կոալիցիան, այսինքն հաղթել է 3 երկրների դաշնությունը, Սովետական միություն, Միացյալ Նահանգներ եւ Բրիտանիա։ Թեև Գերմանիայի կապիտուլյացիան ընդունելիս նաև Ֆրանսիան միացավ, Ֆրանսիան էլ դերն ունի, իհարկե Լեհաստանն էլ մյուս երկրները, բայց այս 3 երկր եւ այդ հաղթանակը 3 երկրների միասնական ջանքերով է եղել։ Եվ հաստատ Սովետական միությունը միայնակ չէր հաղթի։ Կրկնում եմ, միայնակ չէր հաղթի, որովհետեւ ոչ մի առումով ինքը չուներ գերազանցություն Գերմանիայի նկատմամբ։ Սա մենք խոսեցինք ՍՍՄ տրված օգնության մասին, բայց թե ինչ քանակությամբ իրենց վրա զորք, զինամթերք եւ ռեսուրսներ են բրիտանա-ամերիկացի զորքերը քաշել, դրա մասին երբ մի ուրիշ առանձին հաղորդում կա, մի թիվ ասեմ։ Գերմանիան իր սուզանավերի կառուցման վրա շատ ավելի պողպատա ծախսել, քան իր տանկերի վրա։ Հետևաբար իսկ ում դեմ էր կռվում սուզանավերը, հիմնականում բրիտա-ամերիկյան։ Սովետամերիկա սուզանավ կարգին չուներել դրանց դեմ։ Այսինքն, եթե այդ կռիվը չլներ, ուրեմն այդ տանկերը, որ մեր դեմ էին կռվում կամ սովետական միության դեմ են կռվում, մի քանի անգամ շատ կլնեին։ Եվ եթե չլներ օգնությունը, մեր մոտ ամեն ինչ մի քանի անգամ չկլներ։ Եվ ինչպիսի երախտագիտություն, սա ռուսական քաղաքներից մեկի շքերթներից պատկերն է, որտեղ հրթիռը, որի վրա գրված է նա Վաշինգտոն։ Մարդիկ փոխանակ շնորհակալ լինեն իրենց աջակցության համար, մարդիկ սպառնում են։ Ինչպես ասում էր մի քաղաքական գործիչ, վերն Աստված կա, այնպես որ ամեն մարդ կստանա իր հոգուն եւ իր արժեքային համակարգին համապատասխան։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։